Մենք այսօր ինչու ենք այստեղ հանդիպում, որովհետև գտնվում ենք Երևան քաղաքի փոքր կենտրոնում, որտեղ արդեն գործում են 100%-անոց գույքահարկի նոր չափորոշիչները։ 2020 թվականին, երբ որ երկրում արտակարգ դրություն էր հայտարարված COVID-ի համավարակի պանդեմիայի ժամանակ, ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիրը օրենքի նախագիծ բերեց, որով որ որոշեցին թանկացնել Հայաստանի քաղաքացու համար գույքահարկը։ Եթե հիշում եք, նախկինում գոնե մարզերի բնակիչները օգտվում էին մինչև 3 միլիոն դրամ շեմից։ Այս շեմը նույնպես վերացվեց։ Հիմա չկա Հայաստանում որևէ մեկը, ով չի ընկնում գույքահարկի, այս թանկ գույքահարկի տակ։ Եվ մենք այն ժամանակ խորհրդանում միակ խմբակցությունն էինք, որ դեմ ենք քվեարկել այդ օրենքին, առաջարկներ ենք ներկայացրել, եւ ինչու ենք հիմա հենց այստեղ մենք, որովհետեւ ուզում ենք ցույց տալ, որ օրինակ պատկերացնենք այս շենքում ինչ որ մեկը բնակվում է, ով որ իր բնակարանը ժառանգել է իր ծնողներից։ Ծնողները խորհրդային միության ժամանակ օրինակ եղել են մտավորականներ։ Սակայն այս մարդը հիմա թոշակով ապրող մարդ է։ Այս մարդն ասում է ժողովուրդ ջան, այս գույքահարկը որ այսքան թանկացրեք, ես չեմ կարող այստեղ ապրել։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է թանկ տեղ ես ապրում, կենտրոն ես ապրում, վաճառի գնա մասիվ, վաճառի գնա բան, չգիտեմ, փարակար գնա ապրի։ Եվ Արծվաշեն գնա ապրի, ասում է, ըստ Կարպիսի։ Եվ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ կենտրոնի բնակչությանը, ովքեր որ չեն կարողանում իրենց գույքահարկը վճարել, իշխանությունը էթնիկ զտման է ենթարկում գույքահարկի հիմքով։ Այսինքն մենք ունենք եվրոպական հարկեր հայկական աշխատավարձերով։ Այսինքն փոխանակ ընդհակառակ կլինի եվրոպական աշխատավարձեր, եվրոպական կյանքի որակ, հետո նոր հարկեր ընդհակառակն արվել։ Եվրոպական հարկեր հայկական աշխատավարձերով։ Հիմա մենք այստեղ ենք, որ ձեզ ասենք, որ ոչ մի ուժ, ովքեր որ մասնակցում են այս ընտրություններին, ծպտուն չի հանել, ձայն չի հանել, երբ որ գույքահարկը թանկացում էր մեր ժողովրդի համար։ Միակ ուժը, որ դա արել է խորհրդանում, դա եղել ենք մենք եւ ընկել ենք իշխանական կարկուտի տակ, այսպես ասած։ Հիմա մենք գնում ենք դեպի խորհրդարան։ Մենք ձեզ կոչ ենք անում, որ դուք քվեարկեք Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին, թիվ 19 քվեաթերթիկով, եւ մենք նվազեցնելու ենք տրամաբանական չափերի ենք բերելու, հայկական չափերի ենք բերելու գույքահարկի հարկը։ Նաեւ ուզում եմ ասել, որ գույքահարկը այսօր ինչպես են հաշվարկում։ Ուռճացված անշարժ գույքի գներից շուկայական հանում են գույքահարկի այդ տոկոսները բանաձևերով եւ ասում են պետքա վճարեք։ Առաջին տարին 25%-ով թանկացավ, որ դուք շատ չզգաք, երկրորդ տարին 50%-ով թանկացավ, որ դուք ելի շատ չզգաք, երրորդ տարին 50, 75, հետո 100։ Այս տարի 2026 թվականն է, ամբողջանում է այս օրենքը եւ արդեն 100%-ով ձեր գույքահարկը այլևս թանկացած է։ Դուք այդ ձեր ծանոթություններում գույքահարկի վերաբերյալ դրանք տեսնում եւ ծանոթանում եք։ Մենք ձեզ կոչ ենք անում քվեարկել Լուսավոր Հայաստանի օգտին, աջակցեք մեզ, քվե տալով մեզ դուք ուղերձ եք տալիս որևէ իշխանություն որ գալու է կամ եթե մենք որևէ կապ չունի, ապագա պարլամենտին ուղերձ եք տալիս, որ դուք ցանկանում եք որ գույքահարկը եվրոպական բարձր այս շուկայական գույքահարկը նվազեցվի հայկական աշխատավարձերի եւ հայկական եկամուտների հետ համապատասխանեցվի։